Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կապադովկիա տարածաշրջանը հայտնի է իր անսովոր ժայռային ձևվածքներով և ստորգետնյա քաղաքներով։ Այս տարածքը միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորվել է հրաբխային ժայթքումների և քամու ազդեցության հետևանքով։ Այժմ այն համարվում է աշխարհի ամենայուրահատուկ բնական և պատմամշակութային վայրերից մեկը։ Կապադովկիան բնակեցված է եղել դեռ հին ժամանակներից։ Տարածքի փափուկ հրաբխային քարերը մարդկանց հնարավորություն են տվել ժայռերի մեջ կառուցել տներ, եկեղեցիներ և նույնիսկ ամբողջ քաղաքներ։ Միջնադարում այստեղ ստորգետնյա քաղաքները օգտագործվել են որպես պաշտպանական ապաստարաններ։ Կապադովկիայի ամենահայտնի առանձնահատկություններից են հեքիաթային ծխնելույզները, բարձր քարե սյուները, որոնք ստեղծվել են բնական էրոզիայի արդյունքում։ Տարածքում կան նաև քարանձավային բնակավայրեր, ժայռափոր եկեղեցիներ, բազմահարկ ստորգետնյա քաղաքներ։ Որոշ ժայռափոր եկեղեցիներ կառուցվել են դեռ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում և օգտագործվել որպես գաղտնի աղոթավայրեր։ Կապադովկիայի բնական ժայռային կառուցվածքները տարբեր ժամերին փոխում են իրենց գույները, արևի լույսից ստանալով վարդագույն, ոսկեգույն և կարմրավուն երանգներ։ Որոշ ստորգետնյա քաղաքներ ունեցել են մինչև 8 հարկ։ Քաղաքներում եղել են օդափոխության համակարգեր և ջրի պահեստներ։ Կապադովկիան հայտնի է նաև օդապարիկներով, որոնք ամեն առավոտ օդ են բարձրանում։ Շատ քարանձավային եկեղեցիներում պահպանվել են հին որմնանկարներ։ Կապադովկիան եզակի օրինակ է, թե ինչպես կարող են բնությունն ու մարդը միասին անսովոր բնակավայրեր ձևավորել։ Այն կարևոր է ինչպես երկրաբանության, այնպես էլ պատմության և վաղ քրիստոնեական մշակույթի ուսումնասիրության համար։ Այսօր Կապադովկիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է։ Այն շարունակում է մնալ աշխարհի ամենատպավորիչ և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։